Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, տուն գնալու ճանապարհին ամփոփենք այսօրվա քարոզարշավի առաջին օրը նոր նորքի նոր վարչական շրջանում, որտեղ մի քանի երկու շրջայց ունեցանք կենտրոնական հատվածներում 5-րդ զանգվածի, ինչպես նաև քաղաքացիների հետ հանդիպում 9-րդ զանգվածով։ Ուզում եմ տպավորություններով կիսվել եւ շնորհակալություն հայտնել մեր ժողովրդին անմիջական խոսակցությունների համար, այդ թվում նաեւ այն քաղաքացիներին, որոնք որ հրաժարվեցին անմիջական խոսակցությունից, մենք բոլորին անկախ քաղաքական հայացքներից սիրում ենք, հարգում ենք նրանց քաղաքական դիրքորոշումները, բայց նաեւ բազմաթիվ քաղաքացիներ, նրանց ճնշող մեծամասնությունը ըստ էության, կիսում էր այն գաղափարները, որ մենք տարածում ենք, որտեղ դրանք ճշմարիտ ըստ էության գաղափարներ են, խաղաղության գաղափարը, որ հաստատված է եւ պիտի ուժեղացնենք, ամրացնենք ինքնիշխանության, պետականության, մեր բարեկեցությունը զարգացնելու, որ դրանցից է ուղղակիորեն բխում, բոլոր մեր ծրագրերը, որ իրականացնում ենք, ուղղակիորեն դրանից են բխում, ինչպես նաև գետնի վրա արված շատ աշխատանքներ նայեցինք, նոր նորքի 5-րդ զանգվածում նոր բակային տարածություններ, երեխաների նոր խաղահրապարակներ եւ այդպես շարունակ, ուզում եմ տեղեկացնել, որ մոտակա ըստ էության մոտ 1 ամիսը մեզ սպասեք գրեթե բոլոր նոր նորքի բակերում գալու ենք զրուցելու ձեր հետ։ Վաղը նաև նոր նորք է գալու քաղաքապետ Ավինյանը, ով նույնպես մեր կուսակցության տեխնացուներից է եւ մենք շրջելու ենք Ջրվեժիում, նոր նորքի Ջրվեժի առանձին հատված ունի նոր նորքում, հետո 8-րդ զանգվածում, 9-րդ զանգվածում եւ հուսամ նաեւ 7-րդ զանգվածում մնում է մեր քաղաքացիները թույլ տան նախանական զանգվածների, որ հաջորդը գնանք, էլի է լինելու իհարկե Ավինյանի հետ բոլոր զանգվածներով էլ պտտվելու ենք, նաև ուզում եմ տեղեկացնել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ է գալու իհարկե նոր նորքի զանգվածներ եւ փորձելու ենք բոլոր զանգվածներում էլ վարչապետի հետ այցելություն ունենալ, ինչի մասին հավելյալ իհարկե կտեղեկացնենք, էլի կշփվենք քաղաքացիների հետ, կլսենք նրանց, մեր ասելիքը կասենք, ինչպես նաև մեր կատարած աշխատանքները եւ գիտեք, տարբերությունը մեր եւ մյուս քաղաքական ուժերի մեծամասնության հետ որն է, որ մենք խոսում ենք թե արած աշխատանքի մասին եւ թե ցույց ենք տալիս ինչպես ենք շարունակելու, ոմանք իհարկե անհեթեթություններ են ասում, ոմանք նաև ասում են բաներ, որ ակնհայտորեն սուտ են ասում, որովհետև իրենք եղել են արդեն իշխանության եւ արել են տրամագծորեն հակառակը, թալանել են, կրթություն զարգացնելու փոխարեն դպրոցներ են փակել, մանկապարտեզներ են սեփականաշնորհել, ճանապարհներ կառուցելու փոխարեն այդ ճանապարհների համար տրամադրված գումարներն են վատնել, յուրացրել եւ հետեւաբար մեր ժողովուրդը այդ ամեն ինչը շատ լավ հիշում է, իսկ մենք նաեւ ցույց ենք տալիս այս խաղաղության եւ տնտեսական զարգացման արդյունքները առողջության ապահովագրության տեսքով, որից արդեն տասնյակ հազարավոր, եթե ոչ 100 հազարավոր մարդիկ են օգտվել, ցույց ենք տալիս կենսաթոշակների բարձրացումը, որը էլի տնտեսական զարգացման արդյունքում է տեղի ունեցել, մեր նոր ծրագրերի մասին ենք խոսում, բնակաշինական ծրագրերի մասին, որ արդեն կա եւ շարունակվելու է սահմանամերձ բնակարանաշինությունը, 16 միլիոնների ծրագիրը, սոցիալական բնակարանաշինությունը, բազմազավակ ընտանիքների բնակարանաշինություն, այսինքն բաներ, որոնք հազարավոր, տասնյակ հազարավոր մեր քաղաքացիների կյանքի որակի վրա են ազդում, ել չեմ ասում մեր ոլորտային տարբեր խնդիրներ, ծառայություններ, հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին աջակցող միջոցներ, կրթական բարեփոխումները, հարյուրավոր դպրոցներ, մանկապարտեզներ, հազարավոր կիլոմետրերով ճանապարհներ եւ ես միշտ ասում եմ, որ երբեք որևէ տեսանյութ բավարար չէ այդ ամբողջը թվարկելու համար։ Բայց մենք նաև բաց ենք իհարկե լսելու մեր քաղաքացիներին, մեր թերությունների մասին, որտեղ ոչ մեկ անթերի չէ, եւ հենց դրանով ենք մենք
ուժեղ, որովհետև չենք տարբերվում մեր որևէ քաղաքացուց, ցանկացած մարդ կարող է ունենալ սխալներ, սովորել իր սխալների վրա եւ մյուս անգամ այդ սխալը չգործել, ու չենք վարանում նաեւ ընդունել մեր սխալները, ի տարբերություն շատ քաղաքական ուժերի, որ տենց մոտավորապես իրենք սուպերմեն եւ անթերի են, վունդերկինդ են, չգիտեմ ինչ են, բայց իրականում լրիվ հակառակն են, ու գիտեք, ինչքան մարդ տգետ ալինում, այնքան ասում է, որ ինքը աշխարհի ամենախելացին է, ու հակառակը։ Երբ որ մարդ շատ գիտելիք է ունենում, միշտ կասկածում է իր գիտելիքների ամբողջականության վրա եւ իր հմտությունների։ Եվ հետեւաբար սիրելի քաղաքացիներ, սպասեք մեզ նոր նորքի տարբեր զանգվածներում, կոնկրետ ես եմ ասում դա, ինչպես նաեւ իհարկե Հայաստանի բոլոր համայնքներում, գրեթե բոլոր շատ բնակավայրերում եւ բոլոր համայնքներում, բոլոր գյուղերը եւ բնակավայրերը դժվար կլինի այցելել, բայց բոլոր համայնքներ միանշանակ, վարչապետը այսօր շատ արդյունավետ քարոզարշավ է ունեցել մեր թիմի մյուս անդամների հետ Սյունիքի մարզում, քաղաքապետ Ավինյանը մեկ այլ վարչական շրջանում, եթե չեմ սխալվում, Մալացիա, Սեբաստիա, եւ այս տեմպով շարունակելու ենք մեր երկխոսությունը։ Իդեպ սա մենք արել ենք ոչ միայն նախընտրական փուլում, այլ միշտ ենք արել եւ ըստ էության բոլոր խնդիրների մասն է շատ լավ գիտենք, դրանց մի մասը լուծել ենք, մյուս մասը կշարունակենք լուծել, որակապես նոր խնդիրներ են ծագում, այդ նոր խնդիրներով պետքա զբաղվենք, երբ որ նախկին խնդիրը լուծում ես, այսինքն միշտ պետքա զարգացում գնանք դեպի եւ համայնքային մակարդակում եւ պետական մակարդակում։ Այնպես որ վաղը նորից սպասեք մեզ, ջրվեժ 8-րդ, 9-րդ եւ 7-րդ զանգվածներ քաղաքապետ Ավինյանի հետ, նաեւ ձեզ կայցելեն մեր քարոզիչները, այսպես ասած, մեր շտաբերի պատասխանատուները, ձեզ կբաժանեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը, մեր նախընտրական ծրագրից որոշ հատվածներ, որոնք կոնկրետ քաղաքացիների ուղղված կլինեն, խնդրում եմ բարեհամբույր ընդունել, վերցնել, լսել նրանց եւ մասնակցել այս քարոզարշավին, որը մենք ուզում ենք, որ լինի այսպես եւ հաշվետվություն եւ ապագայի նկատմամբ հույսի եւ հավատի ձևավորում, որտեղ մենք արդեն 5 տարի է վերջին ընտրություններից հետո կառավարում ենք երկիրը ձեր մանդատով, բայց ժամանակն է այդ մանդատը վերադարձնելու եւ նոր մանդատ ակնկալելու եւ առանց հաշվետվության դա չի կարող լինել եւ մենք դրանում որևէ վատ բան չենք տեսնում, հակառակը դա է ժողովրդավարության ամբողջ իմաստը, երբ որ իշխանությունը վերադարձում է ժողովրդին եւ ժողովուրդն է որոշում, թե ով է լինելու հաջորդ 5 տարիներին կառավարող մեծամասնություն ազգային ժողովում եւ ով է ձևավորելու կառավարություն վարչապետի գլխավորությամբ։ Չենք մոռանում նաեւ չհավատալ տարբեր քաղաքական ուժերի ստերին, հատկապես այդ եռագլուխ պատերազմի կուսակցության, ով ըստ էության ռազմակոչ է անում մեր շատ հարևանների կասկածի տակ դնելով միջազգային իրավունքի վրա հիմնված խաղաղությունը, որը մենք փորձում ենք զարգացնել եւ փայփայել, որտեղ դրանից ավելի կարևոր բան չկա, խաղաղությունից է բխում ամեն ինչ։ Դա մեր երազանքն է եղել տասնյակ, հարյուրավոր տարիներ ունենալ պետականություն, որը խաղաղ պետքա գոյատևի այս տարածաշրջանում, որը մենք չենք կարող փոխել եւ պետք էլ չի որ փոխենք, մենք պետքա ապրենք այստեղ եւ ապրենք հարատև, լավ եղեք, բարի գիշեր, հանգստացեք, լավ շաբաթ կիրակի եւ սպասեք մեզ ձեր բակերում, համայնքներում եւ այդպես շարունակ։ Ստեսություն, սիրում ենք բոլորիդ, կհանդիպենք։